Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի եւ նրա պաշտպանի Վճռաբեկ բողոքը։ Սա ենթադրում է, որ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Նա Վճռաբեկ բողոքով արդարացման դատական ակտ էր պահանջում։ Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել զինվորական պաշտոնյական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հոդվածի հատկանիշներով։ Նա դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման։ Իրան-Հայաստան 400 կՎ լարման գծի կառուցումը կարող է մասամբ ավարտվել 2026 թվականի առաջին կիսամյակում։ Սպուտնիկ Արմենիային հայտնել են բարձրավոլտ էլեկտրացանց ընկերությունից։ Նախատեսվում է այդ ժամանակահատվածում ավարտել գծի մեկ շղթան Իրանի սահմանից մինչև Սիսիանի տարածաշրջանում կառուցվող Նորավան ենթակայանը։ Աշխատանքների մի մասը կտեղափոխվի հաջորդ տարի, քանի որ գծի որոշ հատվածներ կառուցվում են բարձր լեռնային գոտիներում, որոնք հոկտեմբերի կեսերից կամ նոյեմբերի սկզբից անանցանելի են դառնում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի վիճակը կրիտիկական է։ Ըստ նրա, ռուսական հրետակոծությունը խանգարել է վերականգնել այն էլեկտրական գիծը, որն անհրաժեշտ է ռեակտորների սառեցման եւ կործանումից խուսափելու համար։ Դիզելային գեներատորներից մեկը, որն ապահովում է արտակարգ հոսանք, այլևս չի աշխատում, հայտնել է Զելենսկին, հավելելով, որ նման իրավիճակ է արդեն 7-րդ օրը եւ որ երբեք Զապորոժիեում նման բան չէր եղել։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին իր հերթին հայտարարել է, որ աշխատում է երկու կողմերի հետ արտաքին էլեկտրական գիծը վերականգնելու նպատակով։ Ուղիղ վտանգ չկա այնքան ժամանակ, քանի դեռ դիզելային գեներատորները գործում են եւ ապահովում արտակարգ հոսանք կայանի համար։ Նոր ֆինանսական տարին Միացյալ Նահանգներում սկսվել է հոկտեմբերի 1-ին առանց կոնգրեսի կողմից համաձայնեցված բյուջեի, ինչը դաշնային իշխանություններին ստիպում է դադարեցնել աշխատանքը, գնալ շաթդաունի։ Նախորդին Սենատում հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողացել համաձայնության գալ բյուջեի ընդունման շուրջ եւ նիստն ավարտվել է շաթդաունը դարձնելով անխուսափելի։ Սպիտակ տունը հանձնարարել է կառավարական հաստատություններին պատրաստվել աշխատանքի դադարեցմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է կառավարության գործունեության ընդմիջման ժամանակ իրականացնել անձնակազմի եւ աշխատավարձերի կրճատումներ։ Նա դեմոկրատներին է մեղադրել բյուջեն չհամաձայնեցնելու հարցում եւ խոստացել ստեղծված իրավիճակն օգտագործել ազատվելու այն ծրագրերից, որոնք հանրապետականներին դուրս չեն գալիս։ Ֆիլիպինների կենտրոնական հատվածում տեղի ունեցած 6.9 մագնիտուդով հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 69-ի, ավելի քան 150-ը տուժել են։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է մոտ 90,000 բնակչություն ունեցող ծովափնյա Բոգո քաղաքից հյուսիս-արևելք, Սեբու նահանգում։ Վնասվել է 6 ճանապարհ եւ կամուրջ։ Սեբու նահանգի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել։ Հայաստանի տարածքում հոկտեմբերի 1-ին եւ 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաեւ մառախուղ։ Հոկտեմբերի 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին եւ 2-ին աստիճանաբար կնվազի 5-ից 8 աստիճանով։ Հոկտեմբերի 3-ից 5-ը նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում հոկտեմբերի 1-ին եւ 2-ին հնարավոր է անձրև։